Հոկտեմբերի 27-ին Վանաձորի դատարանում նիստերի դալիճում տուժողի հարազատներից մեկը 22-ամյա մեղադրյալին էր դանակարել իր հարազատի սպանության վրեժը լուծելու համար։ Բանն այն է, որ 2024 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ թոռը 2003 թվականին ծնված Հայկ Մաղաքյանը հուլիսի 9-ին տնից դուրս է եկել, չի վերադարձել։ Ավելի ուշ պարզվել էր, որ հուլիսի 9-ին լույս 10-ի գիշերը Լոռիի Բերդ համայնքում 3 ընկերներ եւ նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում փող լրացնելով միմյանց գործողությունները կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին եւ դին Opel Vectra մագնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա հրկիզել ու թաղել են Ստեփանավան քաղաքի Մերձակա դաշտում։ Այս արարքի համար դատարանի առաջ էին կանգնել մի խումբ երիտասարդներ եւ ահա սպանված 22-ամյա Հայկ Մաղաքյանի հարազատ Սամվել Նազարյանը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 17:15-ի սահմաններում Լոռու մարզի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատանի թիվ 4 դալիճում դատական նիստի ավարտից անմիջապես հետո ապօրինաբար կյանքից զրկելու սպանելու դիտավորությամբ մոտեցել է իր հարազատին սպանած Էրիկ Դադիվանյանին եւ իր մոտ նախապես պահած կտրող ծակող ծալովի դանակով հարվածել է վերջինիս թիկունքի աջակողմյան հատվածին, պատճառելով կրծքավանդակի աջից հետին պատի կտրած տակած թափանցող վերքի տեսքով առողջության ծանր վնաս։ Սակայն սպանություն կատարելու դիտավորություն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Սամվել Նազարյանի խորթ մայրը խլել է հիշյալ դանակը, իսկ նույն վայրում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի ուղեկցող խմբի ծառայողները կանխել են Սամվել Նազարյանի կողմից այն շարունակելու հնարավորությունը։ Էրիկ Դադիվանյանին անմիջապես հեռացրել են դատական նիստի դալիճից, որից հետո Սամվել Նազարյանը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Այս դեպքով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան սպանվածի հարազատը մեղադրյալի աթոռին է։ Ասել է, թե տուժողի կողմը չի սպասել դատարանի որոշմանը եւ սեփական ձեռքերով էր փորձել վենդետա տեսնել եւ կյանքից զրկել իր հարազատին սպանողին։ Եվ ահա այս գործողությունների համար նա հայտնվել է դատարանի առաջ։